Ըստ մեղադրյալների 65 կիլոգրամ բոտոքսի զանգված է, իսկ ըստ քննիչի մարիխուանա տեսակի թմրամիջոց։ 2024-ին բացահայտված, բայց 2025-ին դատարան ուղարկված խոշոր գործերից մեկը քննիչն է ներկայացնում։ Վարորդն իրականացնող մարմնի այն հարցին, թե արդյոք բոտեքսը անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետության սահմանից անցկացնելու կամ ներկրելու որևէ արժեք իրենից ներկայացնում է, պատասխանն այն էր, որ մեզ ասել էին, որ բոտեքսը շուտ փչացող զանգված է եւ այն պետք է հնարավորինս շուտ անցկացնել ու չբացել։ Բայց քննության պարզվածն այլ էր։ 65 կիլոգրամ թմրամիջոցը Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրվել էր Իրանից սահմանային պատնեշի վրայից նետելու միջոցով, այն անօրինական եղանակով Վրաստան արտահանելու նպատակով։ Մեղադրյալները գործել էին շրջադիտական դրդումներով, մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից թմրամիջոցը վերցնելու, Երևան քաղաք կամ մոտակա մերձակա տեղափոխելու ու թաքստոցում տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խոստացվել էր 3000 ԱՄՆ դոլար, իսկ արդեն թաքստոցից վերցնելու եւ մինչեւ Վրաստանի Հանրապետություն տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խոստացվել էր 2000 ԱՄՆ դոլար։ 65-ից 10 կիլոգրամը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվել 2024-ի դեկտեմբերին։ Սահմանից նետելուց անմիջապես հետո այն օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում քննիչներն արգրավել են ու փոխարինել այլ զանգվածով։ Նաև տեղադրվեցին դրանցում տեղորոշիչ սարքեր, որպեսզի կարողանանք պարզել ինչպես տեղաշարժը, ինչպես հետագիծը, այնպես էլ կարողանանք նույնականացնել անձանց, թե ովքեր են այդ թմրամիջոցները վերցրել։ Թմրամիջոցները թաքստոցներից վերցրել են Հայաստանի երկու քաղաքացիները եւ ուղևորվել Տավուշ, որտեղ էլ ձերբակալվել են։ Պարզվել է նաեւ, որ մեղադրյալներից մեկը թմրամիջոցները Վրաստան արտահանելու համար պայմանավորվել է իր բարեկամի հետ, նա էլ իր հերթին Հայաստանից Վրաստան ուղևորվող գնացքավարի։ Որպեսզի ապօրինի մաքսանենգ եղանակով նշված թմրամիջոցները տեղափոխվեն Վրաստանի Հանրապետություն։ Կրկին նույն տարբերակով եւս մեկ փոխարինող զանգվածներ պատրաստվեցին նույնանման, նրանք արդեն գնացքավարին հանձնելու պահին գնացքավարը եւս ձերբակալվեց։ Այսպիսով այս դրվագով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ապօրինի եղանակով թմրամիջոց ձեռք բերելու, իրացնելու փորձի համար։ Նրանցից 3-ը կալանավորված են։ 4 մեղադրյալների մասով գործն ուղարկվել է դատարան։ 65 կիլոգրամից 55-ը նույնպես մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվել Իրանից։ Այս դրվագով էլ մեղադրյալ են 12-ը, նրանց վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Դատարան է ուղարկվել նաև 4 կիլոգրամ թմրամիջոցի գործը, որով մեղադրյալ են 2-ը։ Քննչական կոմիտեի պաշտոնյան գործի հանգամանքներն է ներկայացնում։ Պարզվել եւ հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ով զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետ, Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց մաքսանենգությամբ տեղափոխելու, այնուհետև նաև իրացնելու վերաբերյալ։ Իրանից Հայաստան ներկրված 4 կիլոգրամ թմրամիջոցը նույնպես մարիխուանա տեսակի է եղել։ Այն Իրանի քաղաքացու հանձնարարությամբ պահվել է Երևանի Արտաշատի խճուղու վերգետնյա հետիոտնային անցումի մոտ։ Հայաստանի քաղաքացին, որն այս գործով մեղադրյալ է, իր մեքենայով այդ հասցեից փորձել է վերցնել թմրամիջոցը, հետագայում այն մեկ այլ քաղաքացու հետ իրացնելու նպատակով։ Սակայն իրավապահները հետապնդել են, երբ թմրանյութը հայտնվել է մեքենայում։ Վերջինս եղել իր ընտանիքի անդամների հետ, կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ եւ հետապնդվելով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով իրենց հանցավոր ոտնձգությունը խափանվել է։ Այս գործով մեղադրյալ են 2-ը, նրանցից մեկը կալանավորված է, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նրանց վերաբերյալ գործը դատարանում է, իսկ մայր գործով քննությունը շարունակվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց հայտնաբերելու եւ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։ Իսկ 2025-ի վերջին 3 ամսում ազգային անվտանգության եւ քննչական կոմիտեի ծառայողները 85 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։